ազգային ժողովի հարգելի փոխնախագահներ, հարգելի գործընկերներ, ասեմ, որ այս նախաձեռնությունը աշխատանքային քննարկում անցել է մեր հանձնաժողովում, բայց քանի որ առնչվում է կրթության հետ, ինքը գնաց գլխադասային հանձնաժողով, կրթության հանձնաժողով, որևէ խնդիր չկա։ Օրենքը շատ կարևոր է, ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ բոլորը գնում են top 50, կարան հեշտ ընդունվեն եւ ազատվեն բանակից։ Այդքան հեշտ է top 50 ընդունվելը։ Դրա գիտելիք է պահանջում։ Այդ գիտելիքներով մարդիկ գտնվում են Հայաստանի սահմանից դուրս։ Այս օրենքը հնարավորություն է տալի իրականացնել այն միտքը, որը բազմիցս թմբկահարվել է, արի տուն։ Իրանք Հայաստանից դուրս են։ Հիմա հնարավորություն ենք տալի բարձրակարգ կրթություն ստացած մեր հայրենիներին գան Հայաստան եւ իրենց գիտելիքները ծառայեցնեն մեր երկրին։ Հիմա ինչքանով դա կառնչվի զինապարտության հետ, ես կուզեի, որ Տիկին Անդրեսյանը, որը մենք աշխատանքային քննարկման ժամանակ այս հարցերին անդրադարձել ենք, ուզենք թե չուզենք անդրադառնալու է։ Իհարկե դա շարունակվում է տարեկետման իրավունքը, բայց այդ գիտելիքները կծառայեն նաև Հայաստանի Հանրապետության բազմաթիվ ոլորտներով սկսած ռազմաարդյունաբերությունից։ Ես ուզում եմ ասեմ, որ սա կարևորագույն որոշում է, որի արդյունքում ինտելեկտուալ կարողությունները, որոնք շատ բարձր են լինելու, դրանք վերադառնալու են Հայաստան։ Այ Հայաստանում 3 տարի աշխատելու ընթացքում նաև կլուծվի հետագայում նրանց զինվորական ծառայության, այսինքն որպես մոբիլիզացիոն ռեսուրս իրենց գիտելիքներով հանդերձ, ինչ որ մասնակցությամբ իրանք այնուամենայնիվ կառնչվեն զինված ուժերի հետ։ Կոչ եմ անում սան կողմ քվեարկել, սա շատ կարևոր է, 570 բարձրագարկ կրթություն ստացած հայրենիները պետք է առաջին հերթին գան Հայաստան, իսկ 3 տարի հետո թե ինչ կլինի կյանքը իրենց որտեղ կպահի, դա արդեն կորոշվի թե մեր երկիրը իր առջև դրված խնդիրներին ոնց է մոտենում։ Շնորհակալություն։